So when you look at hippocampus, Եթե նայեք հիպոկամպուսին, this is where all your trauma is stored in the memory. հենց այստեղ այս հիշողության մեջ է պահուստավորվում ողջ տրավման։ So if you do a brain scan of somebody who has trauma, Այսպիսով եթե նկարեք ինչ որ մեկի ուղեղը գլուխը ով տրավմա ունի, this is where the brain scan will lighten up. այս հատվածն է հենց ցույց տրվելու։ I will find it here. This is hippocampus. Ահա հիպոկամպուսը, This is amygdala. սա ամիգդալան է։ So amygdala has all the emotions. Ամիգդալան կուտակում է բոլոր զգացմունքները And all the emotions will be remembered in the hippocampus. եւ այդ ամենը հիշվում է, պահուստավորվում է հիպոկամպուսում։ So if I hear a sound from a car that is blocking the brakes, Այսպիսով երբ ես ձայն եմ լսում, թե ինչպես է արգելակում մեքենան դրսում, I'm not in the car, I'm standing on the sideway. Ես իրականում մեքենայի մեջ չեմ, ես դուրսն եմ, բավականին հեռու եմ գտնվում այդտեղից, But 5 years ago, maybe I was in a car accident բայց միգուցե 5 տարի առաջ, երբ ես վթարի եմ ենթարկվել, and the sound of the brakes եւ ձայնը, այդ արգելակման ձայնը reactivates my own experience. ակտիվացնում է իմ փորձառությունը, այսինքն հիշողությունը։ So if I'm in a car accident, Երբ ես վթարի եմ օրինակ ենթարկվել, this happens, we know, many people are in car accidents every day. դա իրականում տեղի է ունենում, շատ է տեղի ունենում, ամեն օր են շատ մարդիկ վթարի ենթարկվում։ My amygdala is like, whoa, I'm shocked. Իմ ամիգդալան այսպես է այսպիսի ազդակներ է հողում, շոկի մեջ է լինում։ The hippocampus remembers, Հիպոկամպուսը հիշում է դա, but then time passes. այնուհետև ժամանակ է անցնում։ Maybe 6 months, maybe 12 months, 18 months. Միգուցե 6 ամիս, 12 ամիս, 18 ամիս։ And I can think about the car accident. Այնուհետև երբ ես մտածում եմ վթարի մասին, I can hear the brakes of somebody else's car, կամ լսում եմ ինչ որ արգելակող մեքենա, but it doesn't really affect me. I know I was in a car accident, but today I'm okay. Ես գիտեմ, որ հիմա ես լավ եմ, ապահով եմ, դա ինձ չի վերաբերում։ That means I have no trauma. Դա արդեն նշանակում է, որ ես տրավմա չունեմ, It was a traumatic experience, բայց դա տրավմատիկ փորձառություն է եղել, but it's over բայց վերջացել է։ and it's a part of my memory. Դա իմ հիշողության մաս է կազմում։ So I don't have strong reactions today. Այսօր ես վառ արտահայտված զգացողություններ, էմոցիաներ արդեն չունեմ։ But if I have a trauma, Բայց երբ ես տրավմա ունեմ, then today, maybe 5 years later, այսօր միգուցե 5 տարի առաջվա, I hear the brakes from the car outside երբ ես լսում եմ օրինակ արգելակող մեքենան, and I get a flashback. ես կրկին այդ առաջվա ամեն ինչը վերապրում եմ։ My emotions are so strong, I feel I am in that car. Այնքան են ուժեղանում իմ էմոցիաները, կարծես թե ես հենց այս պահին գտնվում I եմ։ get հենց adrenaline, տվյալ այդ anxiety. մեքենայի մեջ։ Ես անհանգիստ եմ, հուզված եմ, խառնված, I can't breathe. նույնիսկ չեմ կարողանում շնչել, And people next to me say, relax, there's nothing wrong. եւ մարդիկ իմ կողքին ասում են հանգստացիր, ամեն ինչ նորմալ է։ But my hippocampus and amygdala says, it could have been you again. Բայց իմ հիպոկամպուսը եւ ամիգդալան ասում են, որ դու կրկին դու կարող ես լինել այդտեղ։ Then I was in a traumatic experience, Երբ ես այնուհետև տրավմատիկ փորձառություն ունեմ, and now I have a trauma այս պարագայում արդեն տրավմա ունեմ, because I react as if it happens again. որովհետեւ ես այնպեսի ռեակցիա եմ տալիս, կարծես թե ես հենց այդ պահին այնտեղ էի։ So in our own lives, Մեր բոլորի կյանքում or working with the displaced people coming out of Nagorno-Karabakh, կամ երբ մենք աշխատում ենք տեղահանվածների հետ, ովքեր Արցախից են եկել, they have all experienced terrible things.
Նրանք բոլորը վատ փորձառություն են բերել իրենց հետ բնականաբար, but some of them, time has healed their experience. նրանց որոշների պարագայում ժամանակը բուժել է այդ փորձառությունը։ They are sad they lost their homes, Նրանք ասել են, որ իրենք օրինակ իրենք կորցրել են իրենց տները, but they try to find new lives here. բայց նրանք փորձում են նոր կյանք սկսել այստեղ։ And maybe most of them have no trauma. Միգուցե նրանցից շատերը չունեն էլ տրավմա, They have grief, նրանք վիշտ ունեն, but when they think about it, they know it's over. բայց երբ մտածում են այդ մասին, նրանք արդեն գիտակցում են, որ այդ ամենը ավարտվել է, վերջացել է։ But there will still be many of the displaced people Բայց միանշանակ կլինեն նաև տեղահանվածների մեջ այդ այնպիսիք, who suffer from the trauma, որոնք տրավմայով տարապում են, where every time they feel something or sense something, երբ ամեն անգամ նրանք զգում են ինչ-որ մի բան կամ որևէ զգացողություն են ունենում, hippocampus is active, հիպոկամպուսը ակտիվանում է, and all they feel is the fear, եւ այդ բոլոր զգացողությունները And վախ the են shock. ներածվում եւ շոկի, and they cannot carry on. եւ նրանք չեն կարողանում դա տանել, It is like they are prisoners of the past. կարծես թե նրանք բանտարկյալներն են իրենց անցյալի։ And this is what trauma does to us. Ահա թե ինչ է անում տրավման մեզ հետ։ We are created by God. We are created by Մենք God ստեղծված ենք Աստծո կողմից, to tolerate awful things. հանդուրժ տանելու այդ ամենը, կրելու եւ տանելու այդ ամենը։ Throughout the history of mankind, Պատմությունից, մարդկության պատմությունից դուրս we have to deal with hunger, մենք մարդկության պատմությունից դուրս մենք անընդհատ սովի հետ ենք առնչվում, with violence, բռնության, with being alone. մենակության, All of these things, humankind is filled with these experiences. այս ամենը մարդկային փորձառություն է եւ գալիս է հիշողությունով եւ պատմությունով։ And God has built in some resilience. God, we created with resilience. Yes, եւ Աստված մեզ հարմարվողականությամբ է ստեղծվել, ճկունությամբ հարմարվելու, Some hope հույսով, to know we will get through this together. հույսով, որ մենք կարող ենք այս ամենը հաղթահարել։ But when the people are stuck with their emotions and trauma, Բայց երբ մարդիկ էմոցիաների եւ տրավմայով իրականում չեն կարողանում բուժվել դրանից, we want to see if we can find some techniques that can help them. այս պարագայում մենք փորձում ենք գտնել տեխնիկաներ, որպեսզի օգնենք դուրս գան այդ վիճակից։ So this is what we will be doing now. Ահա թե ինչ ենք անելու մենք հիմա այս պահին։ And the techniques, the reason they help Եվ տեխնիկաները reset-ով շրջանակներում, որոնք կարող են մեզ օգնել, is when we start doing the havening, դրանցից մեկն այն է, որ մենք սկսենք havening-ի տեխնիկան օգտագործել and we start doing the tapping, եւ տպտպացնելու տեխնիկան օգտագործել։ our brain starts to produce serotonin. Այս պարագայում մեր ուղեղը սկսում է արտադրել սերատոնին։ And serotonin brings down the amygdala activity. Եվ սերատոնինը ամիգդալայի ակտիվությունը նվազեցնում է։ And serotonin also gives an enzyme Եվ սերատոնինը միևնույն ժամանակ an enzyme, enzyme, ինսիում սպառում է իրականացնում, a chemical stuff, that helps change hippocampus from being active որը ստիպում է հիպոկամպուսին ակտիվ լինել to relax. եւ դրանով հանդարտեցնել, հանգստացնել։ So if any of you have a phobia, for instance, with heights, Օրինակ, եթե ձեզանից ոմանք ունեն ֆոբիաներ, օրինակ բարձրությունից են վախենում, or elevators, you cannot go into a small կամ room, վերելակ նստելուց, փակ տարածության or a mouse, կամ մկներից, yeah, typical, or blood, needles. ասեղներից, արյունից, At one point, you experienced something այդ պահին դուք փորձառություն եք ոնց որ ինչ որ բանի միջով եք անցնում, that made hippocampus remember, այդ փորձառությունը հիպոկամպուսը հիշում է իրականում, պահուստավորում է,
something about a needle, Ինչ որ մի բան, որը կապված է օրինակ ասեղի հետ, and amygdala is like, no, no, եւ alarm. ամիգդալան իրականում ազդակներ է հղում, տագնապային ազդակներ է հղում։ So phobias are a type of anxiety. Ֆոբիաները դրանք անհանգստության տեսակներ են։ And trauma is a type of anxiety. Եվ տրավման էլ անհանգստության տեսակ է։ So what we want, the hippocampus who remembers what happened with the needle, Այն ամենը, ինչ որ մենք ուզում ենք, որ հիպոկամպուսը հիշի կապված ասեղի հետ, we want hippocampus to relax մենք ուզում ենք հիպոկամպուսը հանգիստ վիճակի գա, հանգստանա, and amygdala to stop being afraid. եւ ամիգդալան դադարի վախենալ։ So I can take a blood test. Այդ պարագայում մենք կարող ենք արյան անալիզ թույլ տալ, որ վերցնեն, Or that I can take the elevator կամ մենք կարող ենք հանգիստ վերելակ նստել, to stop being hindered by my trauma and my phobia. դադարելով վախենալ տրավմայից։ And the reason we have the trauma in our hippocampus, Եվ հիպոկամպուսում եղած արդեն տրավման, it is actually to try to help us survive. դա անհրաժեշտ է իհարկե գոյատևման համար, Because let's go back to the car accident. որովհետև եթե հիշենք նորից այդ ավտովթարի դեպքը, If I'm in a car accident and my amygdala is very afraid, եթե շատ վթարների ենք ենթարկում եւ ամիգդալան վախ է կուտակում, and there will come a trauma splinter inside hippocampus, դա արդեն ոնց որ հիպոկամպուսի մեջ ամրագրվում է, so that every time I see a car, I think I cannot get in. եւ դրանից ելնելով ամեն անգամ երբ ես մեքենա եմ տեսնում, ես ինքս ինձ ասում եմ, որ ես չեմ նստելու մեքենա։ So my trauma hinders me from getting into a car. Այսպիսով իմ տրավման խանգարում է, խոչընդոտում է ինձ ավտոմեքենա նստել։ So I cannot get killed by a car accident because I will never drive a car. Ես այսպիսով մտածում եմ, որ երբևէ ավտովթարի հետևանքով չեմ մեռնելու, որովհետև չեմ էլ նստում ավտոմեքենա։ So the trauma makes me remember something bad can happen. Այսպիսով տրավման ստիպում է ինձ հիշել վատ բաները, ինչ որ տեղի ունեցել մեզ հետ։ The problem is I cannot visit my family. Խնդիրը դրանից է բխում է նաև գալիս է նաև տանում է նրան, որ ես չեմ կարողանում գնալ օրինակ այցելում իմ ընտանիքին։ I cannot bring my children to the sport event. Չեմ կարողանում երեխաների սպորտի կամ այլ ինչ որ բաների I տանել։ cannot go on a holiday. Չեմ կարողանում արձակուրդ գնալ։ The trauma helps me survive by not driving the car. Տրավման ինձ օգնում է գոյատևել առանց մեքենա վարելու, But it takes away my life quality. բայց ամեն դեպքում իմ կյանքի որակի վրա է այդ ամենը ազդում։ It takes away my freedom. Դա իմ ազատությունն է սահմանափակում։ So we really want to see if we call it depotentiate. Այսպիսով մենք պիտի հասկանանք ինչպես կարող ենք պաշտպանել եւ ձեռքազատվել ինչ որ։ Take away the power from the trauma. Այսինքն էներգիայով լցվել եւ դրա տրավմայից օգուտ քաղել։ By letting the hippocampus let go of the trauma. Ստիպելով հիպոկամպուսին բաց թողնել տրավման։ And we do this by the same techniques that we do with havening and tapping. Սա նույն տեխնիկայով ենք անում, որ ինչը վերաբերում է havening-ին եւ որը havening-ն է եւ tapping-ը, թփթփացնելու տեխնիկան։ We produce serotonin, Արտադրվում է կրկին սերատոնին, bring down amygdala activity, ամիգդալայի ակտիվությունն ենք նվազեցնում and help hippocampus to let go of the trauma. եւ ստիպում ենք հիպոկամպուսին ազատ արձակել տրավմային։ So when we use these techniques, Այսպիսով երբ մենք օգտագործում ենք այս տեխնիկաները, the first thing we are going to do is to activate an emotion առաջինը որ մենք ուզում ենք անել, դա ակտիվացնել էմոցիան, by something that has happened to us. Հիշելով թե ինչ է տեղի ունեցել մեզ հետ, ինչ որ բացասական բան, So we measure the emotions from 0 to 10. Այսպիսով այդ էմոցիան, որը այդ դեպքի արդյունքում էմոցիան չափում ենք 1-ից 10 սանդղակով, And then we do the different techniques. I'll show you in a minute. այնուհետև մենք տարբեր տեխնիկաներ ենք կիրառում, 1 րոպեից ես դա կցուցադրեմ ձեզ։ It takes between 7 and 10 minutes to activate serotonin. 7-ից 10 րոպե է անհրաժեշտ, որպեսզի սերատոնինը ակտիվացնենք, բարձրացնենք։ So we will do the techniques. Այդ տեխնիկան կկիրառենք, And then after 10 minutes, we will take a break.
10 րոպեից կհանգստանանք and then ask, what is your emotion before it was 10 or 9? եւ այնուհետեւ կհարցնենք որն էր ձեր զգացողությունը, զգացմունքը, երբ որ դա 10 էր, սանդղակով 10 էր, Is it still the same? արդյոք մնացել է այդ սանդղակում, Or did it go down a little bit? կա թե արդեն իջել է մի փոքր։ So this is a mechanical thing in the brain. Սա մեխանիկական աշխատանքն է ուղեղում։ Okay. So before we start with the techniques, Միջև սկսել այդ տեխնիկան օգտագործելը, I want everybody to get the handout. ես կցանկանամ, որ յուրաքանչյուրը ունենաք այս տպագրված But նյութերից, I also Right. want you to, I don't know how we're going to do it, Annie, but I want all of you to go to Annie and choose a cross. բայց ուզում եմ, որպեսզի այս խաչերից եւս ունենաք, հիմա տեսնենք ոնց Okay, են 1 minute. կազմակերպում։ Yes. So to me, I keep, this is a cross. Սա խաչ է, I keep it in my pocket դնում եմ, պահում եմ իմ գրպանում, to remind me that God wants to set his people free. հիշելու, որ Աստված մեզ ստեղծել է այնպես, որ մենք ազատ լինենք։ Of course, if you don't believe in God, you don't want maybe the cross. Իհարկե հնարավոր է, որ Աստծուն չհավատանք եւ խաչի կարիքը չունենանք, But even if you do not believe in God, բայց նույնիսկ եթե Աստծուն չեք հավատում, he believes in you. նա է հավատում ձեզ։ He wants to equip you. Նա ուզում է ձեզ վերազինել։ So to me, it's a little token Սա ինձ համար մի փոքրիկ մասնիկ է, that when I work with trauma, երբ ես աշխատում եմ տրավմաների հետ, it is not in my power to help people. դա իմ շրջանակներում չէ կարողությունների օգնել մարդկանց։ I come with a technique, Ես տեխնիկաներն եմ օգտագործում իհարկե, but God can make everything new. բայց ամենը կարգավորում է եւ կառավարում է Աստված։ Նա է այդ ամենը մեր մեջ տեղադրում եւ ստիպում, որ այդպես աշխատենք։ Okay. So 3 things will happen now. Այսպիսով 3 բան հիմա տեղի կունենա։ Somebody still has to sign this one. Նախ ձեր մեջ կան մարդիկ, ովքեր դեռ պիտի ստորագրեն այսօրվա համար։ Annie will give out crosses, Անին ձեզ կտա, որպեսզի դուք and ստորագրեք։ everybody needs a handout. Եվ ձեզանից յուրաքանչյուրը նաև պետք է ստանա այս տպագիր նյութերը։ So it takes about 5 minutes, and then we will be ready again. Մոտավորապես 5 րոպե կտևի այս գործողությունը, որից հետո շարունակենք։ Is there a question? Yes? Okay. Yes, I'll bring it to you. Ինչպես։ Հիմա կկազմակերպենք ստորագրել, ինչպես։ I'm sorry, Kirsten. She asks whether she can help you to Yeah, somebody should help. World Vision people, Vadanis people, you can help, but we need more because there is a lot of them. Մասնակիցներին կխնդրենք նստած մնան, իսկ նյութերը մենք հիմա կբաժանենք։ I don't know if somebody took them already, because I think there is a little few. Maybe somebody took them already, but otherwise. They should also have this. Yeah, but there's not enough for everybody. So I don't know how to deal with that. But you Let us know, count it. it's also in the handouts. It's in the handouts as well. So it is, if it is in your handouts, maybe they won't need it. Just open up the handouts. Yeah, and yeah. Use it. True. It's in English anyway. Okay. This handout also will be sent home to you by email. Այս տպագիր նյութը եւս ձեզ էլեկտրոնային հասցեով կուղարկվի։
Okay? So. Was there enough? Բոլորին հասավ։ And we should also count how many is here. Yes. Այսօր քանի հոգի է, մի հատ խնդրեց դեռ հաշվենք, ես 50-ից ավել հաշվեցի, բայց ոչ 70։ Բայց երեկվա նման են, բայց 70 չհաշվեցի, գիտես։ Այս 50 քանից հաշվեցի։ Մի հատ հələ որ խնդրեմ վերջացնես, դու էլ աչքի տակ ողել է հաշվում։ Okay, was there enough? Բավական էր։ Հա, տեսեք մնաց ինձ։ Okay, okay. And so now, can anybody count how many is here today now? Էլի եմ գալու, այսինքն ինչ հարցրեք։ Այսօր քանի հոգի կա այստեղ։ How many participants Just we have count, you now? know, when you have time. Ha, I have just, I'm sorry, Kirsten, I have just tried to count about 60, but I can be mistaken. 60. Okay. About 60. Okay. All right. All right. So if you look into your goodie bag, Այսպիսով, եթե դուք ձեր տոպրակները բերել եք ձեզ հետ եւ նայեք այդտեղ, you can find the little havening կարող եք տեսնել plastic card. Havening-ի քարտեր, Yes, you take that. may she take one? Yeah, Example, absolutely, please? of course, of course. So, Կարծես թե այն մյուս, ահա, այ դա է, այ դրա միջի, այ yes, դա է։ yes. When we do the havening, Երբ մենք կիրառում ենք Havening-ի տեխնիկան, there is some instructions to the havening. Let's start with the havening. որոշակի ցուցումներ կան, որ ես կցանկանայի հիմա դա ձեզ հաղորդել եւ սկսենք դա։ You're not on? You're not on? I'm on։ Ah? Can you Ես hear ում եք me? հիմա ինձ։ Okay. Հիմա բացատրվելու է Havening-ի տեխնիկան։ All right, so in the beginning it explains about the techniques. Սկզբի հատվածում այն նյութերի, որ ձեզ տրամադրվել է, նկարագրվում է ընդհանուր տեխնիկան, And on page 9, այնուհետև 9-րդ էջում this is the instructions for doing the havening. ցուցումներն են, թե ինչպես պիտի արվել, ինչպես պիտի կիրառել այս տեխնիկան։ So the first part is if you do self-havening with yourself, Առաջի հատվածը թե վերաբերում է նրան, թե ինչպես ենք անում Havening ինքներս մեզ, and on the next page you can see when you do havening to somebody else. հաջորդ էջում դուք կարող եք տեսնել արդեն այդ տեխնիկայի կիրառումը մեկ ուրիշի վրա։ And when you do havening with somebody else, you also get oxytocin, Եվ այդ տեխնիկան մեկ այլ անձի հետ կիրառելիս, այս օքսիտոցինը եւս այստեղ կրկին արտադրվում է, բարձրանում է, which helps bring down cortisol. որը օգնում է իջեցնել կորտիզոլը։ So we always recommend to do havening with somebody else. Այսպիսով մենք խորհուրդ ենք տալիս Havening-ը անել մեկ ուրիշի հետ,
But you can always do havening with yourself. Իհարկե դուք կարող եք մշտապես havening-ի տեխնիկան կիրառել ինքներդ ձեր վրա։ All right. And is Annie in here? Անին այստեղ է։ No. Okay, but then we need somebody else because before we start, I forgot about that before. We have some, what do you call that? Clip։ When COVID was here, you used it all the time. Ինչ է դրա։ It's Ախտահանող behind you. միջոց, այո։ Alcohol. Okay. Alcohol։ We have 2 bottles, so we send it around and you take a squish, and then you. Տեխնիկան կիրառելուց առաջ պետք է ախտահանենք ձեռքերը, բնականաբար։ Come, buy gang med det. Just give it to somebody, and then you take one, and then because you have to touch your face and everybody else's face. Խնդրում ենք ախտահանել ձեռքերը։ So we just want to make sure we are clean. You can take one and send it. Okay. We will move forward when you have done this. Խնդրում ենք արականենք սա, որ արդեն անցնենք տեխնիկայի կիրառմանը։ Everybody get alcohol gel. Thank you, Sona. Is it too yucky? I'll take some. All right. Շատ լավ։ So, what we do, Այն ինչ մենք հիմա անելու ենք, the way to work with havening, I just have to wait until they're done with the can't alcohol hear gel. When you're done, put down the alcohol gel bottles. երբ վերջացնեք, ձեռքերը արդեն իջեցրեք, որ հասկանանք արդեն պատրաստ եք, կարող ենք շարունակել։ All right. So, remember when we do the havening and also the tapping, Հիշենք, որ երբ օգտագործում ենք havening-ի եւ թփթփացնելու տեխնիկաները, we increase serotonin, մենք բարձրացնում ենք սերատոնինը, but we also increase melatonin, բայց միևնույն ժամանակ մելատոնինն ենք բարձրացնում, which is our sleeping hormone. որը մեր քնի հորմոնն է։ So, in 1 hour, you will all fall asleep. Այսպիսով դրանով կարող եք բոլոր ցանկություն ունենալ քնելու, But then we will take a break and get coffee. բայց մենք իհարկե կընդմիջենք, And որպեսզի wake up սուրճ again. խմենք եւ արթնանանք, վերադառնանք կրկին այստեղ։ So, when you do the havening, Երբ մենք havening անենք, let's first do it to ourselves. սկզբից սկսենք ինքներս մեզ հետ աշխատել, You stroke from your shoulders down to the elbow. ուսերից մինչև Into ձեռքերի your hands. մինչև մատների ծայրերն ենք And again. իրականացնելու, And you can do it not too slow, շատ դանդաղ չենք անում, շատ արագ չենք անում եւ անընդհատ այդ գործողությունը it կրկնում is ենք։ not like a hop. Դա ինքները ձեզ փաթաթվելու նման չէ, այլ տեխնիկա է։ It is not supposed to be intimate. Դա պետք չի որ շատ մտերմիկ լինի։ All right. So, now, okay, yes. Վերադառնանք, Another type is you stroke on your cheeks մյուս տարբերակով կարող ենք մենք այտերին And հպելով eyebrows. տեխնիկան կիրառել, Eyebrows. ինչպես նաև հոնքերին։ So you alter between this, Այս ամենը կիրառում ենք միաժամանակ, մեկը մյուսին հաջորդելով, and your face. ձեռքեր, այնուհետև դեմք։ All right. One of the things you do also with havening is you put fingers up in front of your eyes. Մյուս բանը, որ ուզում ենք անենք, դա տեխնիկայի մի մաս եք ասում, դա երկու մատները կպցնելով ձեր դիմաց եք պահում, And you hold your head still. ուղիղ եք պահում So գլուխը, only the eyes are moving.
Աչքերն են ընդհանրապես շարժվում։ So you'll go to the one side Գնում եք ձեռքերը տանում եք, մատները տանում եք մի կողմ, and back and to the other side. հետ եք վերում առաջնային դիրք, այն 2 հետո times slowly. Եվ երկու անգամ եք դա անում, դանդաղ։ If it's too fast, you can get dizzy. Եթե շատ արագ լինի, գլխապտույտ կառաջացնի։ Անում եք դանդաղ։ Yeah. Մատները տանում ենք մի կողմ, վերում ենք նորից առաջնային դիրք, այնուհետև տանում ենք մյուս կողմ։ Եվ այդ գործողությունը դանդաղ կրկնում ենք երկու անգամ։ What is your name? What is Ձեր your անունը name? կասեք։ Your name? Vanush? Anush. Anush. Ինչ ասեմ։ Come, Anush. During We the will borrow this online chair. meeting, she also were there. Okay, Anush, you will sit here. Խնդրում ենք նստեք այստեղ։ Now I will demonstrate how we do havening to another person. Այսպիսով ես ցույց կտամ, թե ինչպես են կիրառում այս տեխնիկան մեկ ուրիշի հետ։ If you cannot see, you can stand up. Եթե չեք տեսնում, կարող եք ոտքի կանգնել, որպեսզի լավ տեսնեք։ All right. So, Հիմա ցույց եմ տալիս։ Anush, she will open her hands like this. Անուշը այս ձևով ձեռքի ափերը բացում է։ Yes. It's okay. It's okay. And thank you. Yes, because it would be lovely to have a pillow, but now we can borrow this jacket. Շնորհակալություն, So- որտեղ շատ լավ կլինի, որպեսզի որևէ բան բարձ դրվի օրինակ ձեռքերի տակ։ I want to make sure that this is not an intimate thing, physical thing. Ես ուզում եմ վստահ լինել, որ դա մտերմիկ սահմանը չեն խախտում սրանով։ I don't want to touch her legs or Yes. her thighs. Ես նրա ոտքերին չեմ դիպչելու, չեմ հպելու։ And now I'm going to stroke you. Այսպիսով ես հիմա պատրաստվում եմ այդ տեխնիկան կիրառել։ So հպվել all I ձեզ։ do is I start with the shoulders Այն ամեն ինչ ես պիտի անեմ, դա այն ձեռքերը ուսերին դնելն է and go down like this in her palms. եւ մինչեւ ձեռքի ափեր հասնելը այս ձևով։ Very, very simple. Շատ པարզ եղանակ։ This is the havening technique. Սա է Havening-ի տեխնիկան։ And right now we are producing serotonin. Այս պահի դրությամբ արտադրում ենք մենք սերատոնին։ Is it okay I touch your head? Ամեն ինչ նորմալ է, Անուշ։ Okay. Close So your eyes. I I place should my hands on the side of her Այնուհետև brain, ձեռքերով հպվում եմ and then I հոնքերի just հատվածին stroke on top of her eyebrows, եւ շատ նուրբ ձևով մատները սլացնում եմ հոնքերի վրայով or across her cheeks. կամ այտերի վրայով։ That's it. Then I go back to stroking. Այնուհետև shoulders ուսերից and hands. միջև ափեր այդ տեխնիկան նորից շարունակում եմ կիրառել։ One important thing Շատ կարևոր է իմանալ, is that my thumb is not like this, it's Որ- like this. որ իմ բութ մատը բացված չէ, այլ հպված է մյուս մատներին, Because if it's like this, I can touch her breast. որովհետև բացված Not վիճակում ես կարող եմ հպվել կրծքին, որը ճիշտ չի։ Okay. Because it gets intimate. Այո, դա արդեն շատ So- լավ չի։ The thumb has to. Not now. Այդ պատճառով բութ մատը So, Վերջը լավ չի լինի։ okay. բութ մատը փակ ենք պահում մոտ մյուս 4 մատներին։ But sometimes I forget and then I need somebody to tell me, put your thumb in. Երբեմն ես կարող եմ մոռանալ, երբ եւ պիտի Everybody, you go like this. պետք է բութը փակ You can try now, go like this. Everybody, go like Բոլորը this. խնդրում եմ հենց հիմա արեք ինքներդ, որ Yes, ֆիքսեք we այդ practice. պահը, որ պետք է Yeah. բութը լինի հպված, ոչ թե This բաց is the right վիճակում։ way. Սա է ճիշտ տարբերակը։ Okay. All right. So you stay here, Anush. Anush stays here. You sit. Մնում եք այստեղ Անուշ։ So now we have to put you into teams of 2. Այսպիսով երկուական ուզում ենք թիմերի ձեզ բաժանել։ Okay? So you have to move your chairs and sit Anti, what 2 and 2 like we do. Հպված, մեկը մյուսին։ Is it any necessity for Anush legs to be on the floor or it is not necessary?
She can stand, she can lie. Նա կարող է պարկած լինել, կանգնած դիրքով լինել, որևէ խնդիր չկա։ It's okay. Նորմալ է Some ոտքի people, they sit like this, Որոշ մարդիկ նստում են այս ձևով, like this, but the problem with sitting like this խնդիրը այս ձևով նստելու is that Anush, she is stuck, she cannot get away. Այդ պարագայում եթե ինքը վեր կենա, ինքը չի կարողանա շարժվել առաջ գնալ։ When I sit like this, she can run. Իսկ այս պարագայում երբ ես կողք եմ մի փոքր դեպի And if you have trauma, the feeling of being stuck, ինքը կարող է վեր կենալ վազել, եւ եթե տրավմա կա, երբ ինքը իրեն բլոկավորված ինչ որ ձևով զգա, it's a part of the problem. դա խնդրի մի մասն է կազմում։ So, of course, I have to like sit like this. Այս պարագայում ես պիտի մի փոքր թեքվեմ դեպի իրեն եւ այս դիրքը ընդունեմ։ You can ask the person, is it okay that I'm like this or like this? Բայց իհարկե կարող եք տվյալ անձին եւս հարցնել, արդյոք նորմալ է որ ես այս դիրքով նստեմ, այս դիրքով եւ այն դիրքով, որը դուք եք հարմար գտնում։ Okay. So you will find each other 2 and 2. Երկուական եք աշխատելու հիմա։ And now we do it now, so you have to move your chairs. Դուք պետք է մի փոքր ձեր աթոռների դիրքը հարմարեցնեք, փոխեք։ If some of you do not want to participate, you don't have to. Եթե կան մարդիկ, ովքեր չեն ուզում ընդհանրապես մասնակից լինել, դուք պարտավոր չեք եւ ստիպված չեք։ But I really encourage you to do it. Բայց ամեն դեպքում շատ ենք ուզում, որ մասնակցեք ձեզ համար։ Okay. So we take 2 minutes, 2 and 2. Երկուական 2 րոպե ժամանակ, որպեսզի տեղավորվեք եւ սկսեք աշխատել։ 2 and 2, 2 and 2. Աշխատում ենք երկուական։ Մատները փակ։ Այս մասը մտնա։ I'm sorry, Kirsten. If I'm not mistaken, you have previously you told that this gesture should be not like this, but Yeah. a little bit. Yeah. All right. Խնդրում եմ 1 րոպե ուշադրություն։ I give the first instructions. Հիմա առաջի ցուցումն ենք տալիս։ Հարմար դիրքը եթե ընտրել եք, հիմա խնդրում եմ ուշադրություն, որպեսզի առաջի ցուցումը տանք։ Ding, 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 ding. Ուշադրություն։ So, are everybody comfortable? Հարմարավետ եք տեղավորվել։ Լավ եք ձեզ զգում։ And you all have a partner? Ձեզանից յուրաքանչյուր ունի։ Okay, so now we train both things. First, one person trains the other. Այսպիսով մենք հիմա մեկը մյուսի հետ է աշխատելու, մեկը սովորեցնում է եւ ցույց է տալիս, անում է դա մեկը։ And then you swap. Այնուհետև փոխվում եք տեղերով։ So everybody is giving havening and receiving havening. Որպեսզի ձեզանից յուրաքանչյուրը եւ կիրառի եւ կիրառվի And one little instruction also եւ մի փոքր ցուցում եւս is when I do the havening, I do it on the outside of the arm, not down here. երբ havening ենք անում, խնդրում ենք On the ուշադրություն outside of the որ arm, մենք not like this, ուսերից but like this. դրսի կողմով ենք իջնում դեպի ափեր, ոչ թե ուղիղ And remember, everything new is a little bit stressful. ցանկացած նոր բան մի փոքր ստրեսային կարող է ձեզ թվալ։ So right now, if you feel stress, it's normal. Այսպեսով այս պահին եթե մի փոքր ստրեսային կարող եք լինեք անհանգիստ, դա նորմալ է։ It will go away when you do the havening. Երբ որ havening անեք, այդ ամենը կվերանա։ Okay, so now you have 3 minutes to do one, and then you shift, and then the other does it, and then we take a break again.
3 minutes for one and one. It doesn't take 3 minutes to test it. Yes, Just okay. 1 minute each. 1 minute. Այսպիսով 3 րոպե ընդհանուր ժամանակ, որպեսզի այս կիրառեք, այսինքն երկուսդ է կարողանաք կիրառել։ 3 րոպե ժամանակ սկսելու համար, Like this գործողությունը and like կատարելու this. համար։ Okay. Okay, Anush. I'm giving you evening. So do you have any hobbies? I can ask in English. It's good. Yes. And when you have time off, what do you do? I'm a psychologist Ah, very good. Where? in babies. Autism, that's a babies. Oh, in babies. That's wonderful. Here in Vardanes? Yes. So if a family needs to see a psychologist, can you see them? Family, I can say in English. I have from translator. Yeah, okay. Okay. So good. Okay, so now you train with me. Train with me. You have to go through into my palms. Yes. Very good. Perfect. I love having you. I love it so much. I feel the serotonin, oxytocin. You're feeling good? Very perfect. I love it. Thank you. And you stay? Okay. All right. So, I need a sound. Oh, I know. Ուշադրություն, You have to stay. Don't go back. մի փոխեք ձեր դիրքերը, մնացեք այնպես ինչպես կաք, մի փոխեք ձեր դիրքերը, պարզապես ուշադրությունը մի փոքր այստեղ լինի, հաջորդ ցուցումն է տրվելու։ Խնդրում ենք միայն լռություն պահպանենք, All right. For the next half an hour, we will go back and forth. մյուս ժամերի ընթացքում, մյուս հատվածում մենք առաջ ու հետ տեխնիկաներ ենք իրարելու։ I will give you some instructions, Ես կրկին ցուցումներ եմ տալու ձեզ and then you have to practice. եւ դուք կրկին դա կիրառելու եք։ So you have to stay in your team. Այսպեսով դուք մնացեք այն դիրքով եւ այն թիմի հետ, ում հետ աշխատում եք։ Okay. So the next thing you have to practice is you have to find some things to talk about that is something neutral and nice. Այսպեսով հաջորդ հանձնարարականը դուք պիտի գտնեք ինչ-որ մի բանի մասին, մի թեմա, որի մասին կուզեք խոսել եւ դա պիտի լինի հաճելի եւ լավը։ You have to find something, maybe 3 things you can talk about. Միգուցե 3 բանի մասին խոսեք, Maybe your children, միգուցե ձեր երեխաների, maybe a hobby, միգուցե հոբիների մասին խոսեք, maybe if you like to travel, ճանապարհորդությունների մասին, եթե սիրում եք, maybe your garden, Աստծու մասին, maybe some kind of music you like. կամ ձեր սիրելի երաժշտության մասին։ It needs to be something that you can talk about without any problems. Դա պիտի լինի այնպիսի մի բան, որի մասին կարող եք խոսել առանց կաշկանդվելու եւ առանց որևէ խնդրի։ So Anush, can you name 3 things that we can talk about? Անուշ, կարող եք հիմա ասել 3 բան, 3 թեմա միգուցե, որի մասին կուզեք անկաշկանդ խոսել։ Երեխաներս, ընտանիքս, My children, my family and my profession. Family? Family, children and profession. Okay, family, children, and profession. You have no hobbies? Հոբի չունեք,
like walking. Okay, Սիրում եմ walking. քայլել։ Okay, so now I know that when we activate the negative emotion, Այսպեսով մենք հիմա գիտենք, երբ որ բացասական էմոցիան ենք ակտիվացնում, maybe something happened to Anush that made her very angry միգուցե ինչ-որ բան է տեղի ունեցել Անուշի հետ, որը իսկապես բարկացրել է իրեն or sad. կամ տխրեցրել։ We want, in the brain, we want hippocampus to be active on adrenaline. Մենք ուզում ենք հիշողության մեջ հիպոկամպուսը ակտիվ լինի եւ ադրենալին մղի։ So we want to activate the negative emotion. Մենք հիմա ուզում ենք ակտիվացնել բացասական էմոցիան։ And in a minute, I will demonstrate how we do that. Մի րոպեից ես ցույց կտամ ինչպես ենք դա անում։ But when I do it, and Anush feels, ooh, she But feels yet the may- bad emotion, Բայց երբ մենք դա անենք եւ Անուշը ամբողջությամբ պարուրվի վատ էմոցիաներով, then I want to divert her attention by speaking of something nice. ես կուզեմ այդ պահին շեղենք իր ուշադրությունը եւ կենտրոնացնենք խոսելով այն բանի մասին, որը իսկապես հաճելի է։ So we need 3 topics. That's one thing. Մենք երեք թեմա ունենք, որի մասին կուզենք խոսել։ The next thing that I want to practice with Anush, Հաջորդը, որ ես կուզեի կիրառել Անուշի հետ, հաջորդ տեխնիկան, I ask her to follow my fingers կխնդրեմ նրան իմ մատներին հետևի, to one side մի կողմը, and back, to the other side and առաջնային back, դիրք, հետո հաջորդ կողմը։ one side Մի and back. կողմը, other side առաջնային and դիրք եւ հաջորդ կողմը։ You have to practice that as well. Դա նույնպես պետք է կիրառեք եւ I սովորեք։ don't do it like this, woo, 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 Ես woo, այս ձևով չեմ անում։ and I don't go all the way over here. Արագ չեմ անում կամ շատ հեռու չեմ տանում ձեր It մատները։ has to be in her view, just Դա like պետք է this. լինի իր տեսադաշտում ամբողջությամբ։ Then another activation Այնուհետև մեկ ուրիշ ակտիվացում, is asking, this is what I usually do, սա այն է թե ինչ եմ ես սովորաբար անում, is that you do the tables, 2, 4, 6, 8, tables։ math tables. Դուք բազմապատկման աղյուսակն եք ոնց որ կրկնում։ So I ask Anush to do the table 2 back from 30, 28, 26. Հետ հաշվարկներ եք անելու, այսինքն հետ հաշվարկ եք անելու, Okay? Do you have a math trauma? մաթեմատիկայից տրավմա ունեք, Okay, then I won't do it. But usually, այդ դեպքում չեն կիրառի։ Դիենց թվում տրավմա բառը սխալ ասեցիք, դժվարություն իրեն։ Դե ինքը տրավման է հենց օգտագործում։ what? She says maybe the trauma word is not correct, maybe difficulty. Oh, yeah. But can you do the two table back from 30, 28, 26? Okay. This is 2nd grade, but it's okay. Փոքր տարիքի համար է համապատասխանում, բայց իրականում նորմալ է։ So Վարժության տեսանկյունից։ now you have to test. While you do the havening, I will show you. Այսպեսով պետք է փորձենք, երբ մենք havening ենք անում, հիմա I do the havening, and now Anush will talk about her children. Այսպեսով ես havening եմ անելու եւ Անուշը խոսելու է իր երեխաների մասին։ So Որպես բացասական կողմ թե դրական կողմ։ As from a bad side or a negative or only positive positive side. positive side դրական կողմից, որտեղ դուք դա եք նշել, որ ձեզ հաճելի է։ Երեխաները շատ սիրում եմ իրանց I love my kids very much. Հպարտանում եմ իրանցով, I'm proud of them կրթությունով, երաժշտական by their education, by their musical եւ սպորտային ուղղությամբ։ and sport Okay, this was a demo. I will continue a little bit more. But Սա ցուցադրելու համար է, հիմա մի փոքր հետո կշարունակեմ։ now I change to this. Այնուհետև փոխում եմ կրկին այս վարժությանը, You can follow my fingers. կրկին հետևում եք իմ մատներին։ Very good. Then I talk about the new theme. I will talk about walking. Այնուհետև ես շարունակում եմ այլ թեմայով, բայց Where այս do you walk? տեխնիկան կրկին Սիրում եմ քայլել փոքրիկիս հետ կալասկայով ցանկացած բայրում։ I like to go for a walk with my little one, with my kid. Բնության գրկում հատկապես շատ եմ սիրում։ I want to be in nature, to spend time
in nature. Ու ես հանգստանում, երբ որ մարմինս շարժվում է։ And I'm relaxed when my body moves. Okay, okay, and we will continue, but now I will do the next. Կշարունակենք, հիմա հաջորդին ենք անցնում։ While I do the havening, I ask you to do the table back from 30, 2 table back from 30. Այսպիսով հիմա ես կխնդրեմ ձեզ, որպեսզի դուք այդ հետհաշվարկը անել։ Please. Որտեղից 10, 30-ից կամ 7, 6, 5, 4, 3, 2, 1։ Okay, so all the way back to 0. 10, 9, It's okay. But so you go 30, 28, 26, 24 հետհաշվարկ ենք հիմա անում 30-ից մինչև ներքև, to 0. մինչև 0։ So we want 8 minutes to pass. We want to make 8 Մենք minutes այս ամենի pass միջոցով ուզում ենք, որպեսզի 8 րոպե անցնի, 8 րոպեն դրա վրա ենք ծախսում, while doing havening, որ havening ենք անում, because then the serotonin levels will rise. այս ձևով սերատոնինի մակարդակը բարձրանում է, And then I will see if something happened to your emotion. եւ հիմա կտեսնենք, թե ինչ է լինում իր էմոցիաների հետ։ Okay? So before we start doing the trauma technique, Մինչև մենք սկսենք կիրառել տրավմայի տեխնիկաները, you have to do this now. You have to find 3 things to talk about. դուք պետք է դա սկսեք անել 3 բանի մասին, ընտրում եք 3 թեմա, որի մասին Do կուզեք the eye խոսել։ movement practice Մատների շարժումների գործողությունն եք անելու and do the math. եւ մաթեմատիկական Table 2 գործողությունը down from 30. հետ հաշվարկի տեսքով։ Okay? You have any questions, Anna? No. Okay. All right, so now you practice 2 and 2. Հիմա փորձեք երկուական կրկին կիրառել այս ամենը, այն ամենը ինչ ցույց է տրվել։ You have to find 3 things to talk about. 3 բանի մասին Eye պիտի խոսեք, movement, ձեռքի math. շարժումները, մատների շարժումները եւ մաթեմատիկական վարժությունը։ Ես հիմա զգում եմ, որ վերջույթներս թուլացել են ու դողում են։ Թուլացել են։ Թուլացել են ու դողում են։ She feels her hands relaxed. Now she feels her hands relaxed. What? She feels her hands relaxed. Yes, it's relaxing. And տագնապ ունեմ այստեղ։ Yes, yes, it works already. Now she feels her hands relaxed. Եվ այս հատվածում ոնց որ տագնապ ունեմ, անհանգստություն։ Անհանգստություն ունես. And anxiety is here. You feel the anxiety here? Yes։ So we will do more. Do you know why you have the anxiety? Գիտես ինչի է դա այդ անհանգստությունը ինչ է գալիս։ Ես մտածեցի իմ կյանքում վատ բանի մասին, ճիշտ է շատ թեթև երևույթ է։ I thought about the thing that happened to her life. No, though it is not so difficult one, it is a light one in her memory now. Եվ որ մտածեցի դրա մասին կարող եմ խոսալ, հիշեմ դրա մասին, կարվեցի։ And when I thought that maybe I was going to tell about this, I was a little bit stressed about that. Would it be okay when we do the real havening practice if you share? Ցանկություն կունենաք այդ մասին խոսել, եթե իսկական havening անենք հիմա։ Այդ մասին it is not a secret, she can speak about that in aloud. Ես իրան ասեմ մի հատ հասկանա էլի, արժի դրա մասին խոսալ թե չէ։ Now she wants to tell her to understand whether it is not incorrect so Yes, to yes. go Ես to it. դժվարություններ ունեմ այս տղայից կերակրելու հարցում, ինքը ոչ մի չի ուտում ու անդադ գլխացավեր ունի չուտելու առում։ Փոքր է թե մեծ է։ Ես 10 տարեկան։ She has problems with her elder boy, Yeah. with feeding him all the time Yeah, and making him making Don't have him. anything. He doesn't like anything, and it is a real problem for her. How old is he? 10 years old. 10? 10 տարեկան. Սպորտսմեն է ու He's a sportsman, and he's weak. Ah, he's a sportsman. Yes. He loves to do sports, Yes. but he doesn't eat. Doesn't it? And he has been examined by a medical doctor. Ինքը հետազոտություն անցել է բժշկի մոտ. Yes, it's Yes. all right. Everything is all right. So the professionals, why do they think he has this problem? Ինչ են կարծում մասնագետների կարծիքով որն է խնդիրը։ Նախասիրություններն է ու ավելի շատ վտանգավոր բաներ, վատ բաներ է սիրում, մեր փախցել է շատ սիրում։ Oh, he is addicted to sweets and to take everything which is dangerous for Eddie. Այս պահին դա իմ բարկության Bad things. ամենալուրջ աղբյուրն է։
This is the very source of her anger. Yeah. That he chooses to eat sweets and not regular food. Ինքը լավ առողջ սնունդ չի ընդունում. He doesn't accept healthy food. He doesn't eat vegetables, fruits. No, okay. So we cannot fix him, Չեն կարող իրականում կենտրոնանալ իր վրա, չեն կարող ֆիքսել, but would it be helpful for you to work with your anger towards him? So we can work with her anger towards him. կարող եք բարկության հետ աշխատել իրականում, որպեսզի Ja, det er når du er klar til, at vi laver noget Facebook Live, når du har sat dem i gang, når du kan træde ud af det i 5 minutter Yeah. og være koncentreret på noget helt andet, Yeah. så siger du til, jeg har en super skarp idé til, hvordan vi skal lave. Okay. Men det kræver lige, at vi taler sammen et minut og laver den. Så når du er klar til det, så Այստեղ կարես ասես իմ ինքնագնահատականն է ընկնում, որպես մայր չեմ կարող բավարարել երեխայիս։ my self-assessment is decreased because I can't satisfy my child. And what emotions does that give you? Ինչ էմոցիա, ինչպես Այնանում է։ anger, Towards yourself or your son? նայելով ինքդ քեզ թե երեխային, And both of Okay, them. both of them. So maybe when we do havening, maybe it will decrease. Havening-ի արդյունքում միգուցե կարող նվազեցվի We այդ don't know. վարկությունը, չգիտենք, կփորձենք, Because this is an ongoing problem. որովհետև սա մշտական խնդիր է։ So how would you rather feel? Ինչպես կզգաս օրինակ, Relaxed about it? թեթևացած կզգաս, թե չէ։ Փորձենք, կհասկանանք։ okay. Okay, we can try. Դի փորձենք, Okay, so it's a good կարող ենք փորձել։ All right. All right. Let's do some havening now. Հիմա սկսենք արդեն տեխնիկան կիրառել։ So, Ուշադրություն, you have to be quiet. Stop the havening. պետք է փորձենք լռություն պահպանել, որպեսզի լսենք։ And be Ուշադրություն խնդրեմ։ quiet. Thank you. Now we put it all together. Okay. We will put all the techniques together. Այսպիսով բոլոր տեխնիկաները հիմա մեկը մյուսի հաջորդականությամբ կիրառելու ենք, But only when you stop talking. բայց միայն այն ժամանակ, երբ խոսելը վերջացնենք։ So if your neighbor is Let's make- talking, Եթե ձեր ընկերը հարևանը խոսում է, խնդրում եմ։ Այո, այսպես է, բզեք որ չխոսեմ։ okay. All right. Իմ ձայնը լսելի է։ You have to find page 12 in the handouts. 12-րդ էջը պիտի բացեք հիմա, խնդրում ենք բացել։ Well, 12. oh, it is not. Okay, so these pages Այս էջերը is filled with sentences that are building you up as a person. այստեղ նկարագրված են իրականում Don't you have this? No, I don't have it. Thank you. Այստեղ իրականում նախադասություններ են հակիրճ, որով դուք կարող եք այս տեխնիկան կիրառելիս օգտագործել։ So, is there any problems? Որևէ խնդիր ունենք։ No. Okay. So when we have done the havening, Եվ մենք վերջացնենք հելվենինգը, անենք, at the end we want to install the positive sentences. մենք վերջում ուզում ենք, որպեսզի տեղադրեք, արտահայտեք դրական նախադասություններ։ We have worked with the negative emotions. Մենք ունենք բառեր, որոնք արտահայտվում են, արտահայտվում են բացասական էմոցիաները։
We have increased serotonin. Մենք բարձրացրել ենք սերատոնինը, And before we end, we want to keep doing havening. որպեսզի ավարտենք, մենք պիտի շարունակենք Havening-ը And then giving 4 or 5 sentences to the person. եւ մենք հաղորդում ենք նախադասություններ, դրական նախադասություններ անձին։ I feel safe. Ես ապահով եմ զգում, And you say, I feel safe. Ես ապահով եմ զգում, I am a good mother. ես լավ մայր եմ ես լավ մայր եմ։ And so on. եւ այդպես շարունակ։ Լավ նախադասություններ եք փոխանցում իրեն եւ որ ինքը կրկնի։ I trust. I have hope. Ես վստահություն ունեմ, ես վստահում եմ, ես հույս ունեմ, Ես վստահ եմ, հույս ունեմ, հույս ունեմ, Because we want to finish with our brains, with our cognitive diamond filled with positive sentences. որովհետեւ մենք տեխնիկան ուզում ենք ավարտել դրական էմոցիաներով եւ դրական նախադասություններով։ And then we measure from 0 to 10. Այսպիսով, եթե մենք վերջում չափենք արդեն չափման միավ սանդղակով 1-ից 10, Maybe the emotion was sadness or anger. միգուցե էմոցիան, որը որ ջղայնություններ կամ տխրություններ, To 8, 9, 10. որը այդ պահի դրությամբ չափելի էր 8, 9, 10 սանդղակով, And then we will see, has it dropped to maybe 7 or 5 or 3 արդյունքում կտեսնենք արդյունք դա իջել ընկել է մինչև հասել է 7, 6, 5 կամ Or ավելի zero? ցածր կամ 0, which means that our hippocampus now has changed. դա նշանակում է, որ հիպոկամպուսը մեր ընթացքում փոխվել է։ This is the havening technique. Սա է Havening-ի տեխնիկան։ Okay, so what I suggest now Այնինչ առաջարկում եմ հիմա, is that we do take that coffee. We take the break. Սուրճ խմենք։ And when we come we back, take. then we do the havening. Եվ երբ վերադառնանք, մենք արդեն Havening-ը ամբողջությամբ կկիրառենք։